Սա իմ առաջին հոլովակն է այս տարի եւ եկեք պատմեմ, թե ինչպես է անցել աման օրը։ Առավոտը սկսեցինք նախաճաշից, հետո գնացինք Լողավազան, մի խոսքով ամեն ինչ sense շատ հանգիստ ու լավ էր, մինչ այն պահը, երբ մենք նկատեցինք, որ Գևը ջերմում է ու բավականին բարձր 39.5-ից ոչ մի կերպ չէր իջնում։ Այնքան վատ էր իրան զգում, որ անգամ անկողնուց չէր կարողանում վեր կենալ ու ոչ մի բան իրան չէր օգնում։ Տաքությունը մի պահ իջավ 37.5 ու 5 րոպե հետո կրկին 39 էր։ Մենք որոշում կայացրեցինք, որ պետքա կանչեք շտապ օգնություն, իսկ շտապ օգնությունը մեզ տարավ հիվանդանոց։ 2 ժամ մենք մնացել ենք հիվանդանոցում ու ես արդեն համակերպվել էի այն մտքի հետ, որ աման օրը միգուցեև այստեղ նշենք, որովհետև արդեն ժամը 10:30 էր, իսկ մենք դեռևս հիվանդանոցում ենք։ Եվը արդեն իրան քիչ-քիչ սկսում էր լավ զգալ, գոնե գույնը եկավ տեղը։ Արդեն ուրախ էինք, որովհետև մտածում էինք վերջ, արդեն տաքություն Եվը չունի, բայց ամեն ինչ այդքան հարթ չէր, որովհետև մենք եկանք համար ու Եվի տաքությունը նորից բարձրացավ 39։ Ես ասացի, որ լավ էլ ոչ միտեղ չեն գնա, կմնանք համարում, Եվը պնդում էր, որ ոչ մեկ ամեն դեպքում պետք է նշենք։ Համա 11:30 մենք որոշում ենք, որ նորից պետք է ստուգենք ունի տաքություն թե ոչ, ու չուներ տաքություն։ Դուք չեք պատկերացնի ինչքան ուրախ էի ես, ինչքան երջանիկ էի, որ Եվը իրան արդեն լավ ազգում, ապաքինվել է ու այն, որ մենք նշելու ենք մեր աման օրը, որովհետև ոնց դիմավորում ես, տենց էլ քո ամբողջ տարին գնում է։ Նաև եկեք ձեզ ցույց տամ, թե ոնց եմ ես կապում իմ շարֆը, որպեսզի գլխիցս չընկնի։ Այսպես կապում ենք, բերում ենք գլխի վրա եւ այսպես։ Վերջ, այսքանը։ Ուզում եմ ձեր աման օրը շնորհավորեմ, եղեք ամենակարևորը առողջ, երջանիկ, ներդաշնակ եւ թող յուրաքանչյուրի ընտանիքում լինի լիություն։